Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում է երկրապահ կամավորականների միության ռազմաուսումնամարզական ճամբարը։ Ճամբարը գործում է 2015 թվականից։ Այն ստեղծվել է Պատանի երկրապահ ակումբի հիմքի վրա, որը հիմնադրվել է 1997 թվականին սպառապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Այսօր Հայաստանում գործում է Պատանի երկրապահի 26 ակումբ։ Ճամբարը ռազմաուսումնամարզական է, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում միակն է։ Երեխաները այստեղ այցելում են ռազմական գիտելիքներ, կյանքի հմտություններ ստանալու համար։ Այս տարի 2026 թվականին պատրաստ ենք ճամբարում հյուրընկալել 1500 հոգի երեխաների։ Ճամբարի մասնակիցները 8-ից 15 տարեկան են, Պատանի երկրապահ ակումբի սաներ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Փրկարար ծառայության սպաների երեխաներ։ Այստեղ են նաև սաներ Զատիկ երեխաների աջակցության կենտրոնից և Հայկական Կարիտաս հասարակական կազմակերպությունից։ 12 տարեկան եմ, արդեն 2 տարի ես հաճախում եմ ռազմաուսումնամարզական ճամբար, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, սովորել եմ ինքնուրույն լինել, ընկերների հետ, ընկերներին կամեկցել, ընկերություն անել։ Օրվա ընթացքում ամենաառաջինը, ամենապարտադիրը լինում է շարայինը, մնացած դասերը արդեն փոփոխական են լինում, շարայինն էլ է շատ բան փոխել իմ մեջ։ Ճամբարում օրակարգը կանոնակարգված է։ Երեխաներն արթնանում են վաղ առավոտյան, զբաղվում մարմնամարզությամբ, տարածքի մաքրությամբ։ Առավոտյան տողանից հետո օրն ավելի ակտիվ է դառնում։ 4 ժամ նվիրվում է ուսումնական դասընթացներին։ Երեխաները սովորում են վարվել զենքի հետ, ճիշտ կողմնորոշվել տարածքում, ճիշտ դուրս գալ արտակարգ իրավիճակներից, ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Արդեն 10 տարեկան, 12 տարեկան երեխան ինքնուրույն է դառնում։ Արագ կողմնորոշվելու հմտություն է ձեռք բերում։ Միայնակ որոշումներ կայացնելու հմտություն է ձեռք բերում։ Պատանի երկրապահ ակումբը ամեն տարի մինչև 10 հոգի երեխա Վազգեն Սարգսյանի կրթահամալիր սպաներ է տալիս։ Այս տարի ճամբարում հյուրընկալվել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ կուրսերի սարկավակները։ Նրանք այստեղ իրականացնում են հոգևոր ծառայություն, իրենց գիտելիքներն ու փորձառությունը փոխանցելով երեխաներին։ Ճեմարանականները երեխաների առօրյան հարստացնում են հոգևոր բովանդակությամբ, նպաստում նրանց աշխարհայացքի ձևավորմանն ու գիտելիքների ընդլայնմանը։ Ճամբարում կազմակերպվում են հայոց եկեղեցու պատմության և հայ ժողովրդի պատմության դասընթացներ։ Փորձում ենք հասկացնել երեխաներին, որ միայն մարմնականը չէ այս աշխարհում, այլ նաև հոգին է կարևոր եւ այդ երկուսը փոխկապակցված են իրար հետ։ Սարկավակի խոսքով երեխաների հետ զրույցները բայց երկխոսության միջավայր են, որոնք հնարավորություն են տալիս նրանց փոխադարձ վստահության միջավայրում գտնելու իրենց ուզող հարցերի պատասխանները։ 12-ից բարձր տարիքայինների հետ եմ շփվում։ Հաճախում են երկրապահ կամավորականների միության ակումբը ու իրոք իրանց մեջ զգացում է այդ հայրենասիրության ոգին, որ զգում ես մարդը իր հայրենիքը սիրում է, ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի։ Ով չի հաճախե, թող գա իրանք էլ սովորեն։ Ճամբարի դռները բաց են ամռան 2 ամիսներին 50 օր շարունակ։ Ճամբարականների հերթափոխն իրականացվում է յուրաքանչյուր 10 օրը մեկ։ Հաջորդ խմբին կդիմավորեն հուլիսի 27-ին։ Նարեշ Ավինյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։